Հարգելի լրագրողներ, նախ ողջունում եմ ձեզ եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր աշխատանքի համար, որովհետեւ այս դժվարին պայմաններում միակ, այսպես ասեմ, օժանդակող օգնությունը ձեզանից է գալիս, որովհետեւ եթե չլինեն ձեր համարձակ ու համառ աշխատանքը, վստահ եմ շատ անօրինականություններ էլ ավելի լկտի կդառնան եւ բնականաբար էլ ավելի կշատանան։ Այդ առումով հատուկ շնորհակալություն ձեզ։ Տեսեք, ես իհարկե Կոչուբաևի միջադեպից կփորձեմ գալ եւ կներկայացնեմ իմ հետ կապված միջադեպը։ Ալեքսանդր Կոչուբաևը փաստաբան բնականաբար գրառում էր կատարել, որի հետ կապված այդ գործընթացը սկսվեց։ Մեր հանրության մոտ, որոշ մարդկանց մոտ եւ նաեւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում կա թյուր ըմբռնում, թյուր ընկալում փաստաբանների պալատի դերի մասով։ Բոլորին թվում է, որ փաստաբանների պալատը դա փաստաբանների դաստիարակն է, եւ հետեւից պետք է պատտվի, եթե սխալ արեց, միանգամից դաստիարակի, այդպես չի։ Փաստաբանների պալատը վերացարկված վերահսկողություն չի իրականացնում փաստաբանի նկատմամբ։ Փաստաբանը անկախ է նաեւ փաստաբանների պալատից, այդ անկախության երաշխիքների մեջ դա էլ է մտնում։ Եվ միայն օրենքով նախատեսված առիթների դեպքում է, որ փաստաբանների պալատը կարող է միջամտել։ Այսինքն, եթե մեկը իր Facebook-յան էջում փաստաբանը վատ գրառում է կատարում, նույնիսկ եթե փաստաբանների պալատի նախագահ պարոն Բաբան անձամբ կարդում է դա, իրեն որևէ իրավունք դա չի տալիս, որ ինքը այդ համացանցի մեջ նշված գրառման հետ կապված միջոց ձեռնարկի։ Բայց եթե առիթը լինի, ինչ որ մեկը բողոքի, դրա հետ կապված օրենքի այդ առիթները եթե ի հայտ գան, ապա այո, պալատը պետք է ընթացք տա։ Սա ուզում եմ ասեմ, որ տպավորություն չստեղծվի, որ փաստաբանների պալատը ասես բարձի թողի վիճակում է թողել, փաստաբանները այո, հայհոյանքներ են տարածում կամ վատ խոսքեր են ասում եւ խրախուսում է դրանով այդ վարկագիծը։ Այդպես չի։ Միշտ էլ պատմությունը ցույց է տվել, որ փաստաբանների պալատը այդ հարցին խիստ է նայում։ Սա մեկ։ Երկրորդ, եթե մեկը կարմիր լույսի տակով վարել է, դրա համար այդ մարդուն մահապատիժ չեն տալիս։ Ամեն խախտում ունի իր բնականաբար իրավական հետևանքը։ Եթե Կոչուբաևը գրառում է կատարել ինչ-որ բան խախտող, ապա դրա հետ կապված բնականաբար կար կարգապահական ընթացակարգ։ Ամենայն դեպս չեզոք դիտորդի համար այն ինչի մեջ իրեն մեղադրում են եւ այն ձևով ինչպես որ իրեն ձերբակալեցին, անհամաչափ էր եւ շատ, այսպես ասեմ, պատժողական իմաստ ուներ։ Եվ այս առումով իհարկե դատապարտելի այդ գործընթացը։